Հայաստանի սահմանադրությունում եւ մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտն։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, թե պատմական հնարավորություն է առկա տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջապես թերթելու եւ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Փարիզի դատարանն այսօր 4 տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենին Եվրամիության կողմից տրամադրված միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Ֆրանսիական դատարանի որոշման համաձայն պատժաչափի կեսը պայմանական բնույթ է կրելու, մյուս կեսը նա անցկացնելու տնային կալանքի պայմաններում։ Դատարանը նաև զրկել է Լե Պենին առաջիկա 5 տարիներին որևէ ընտրովի պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Դա նշանակում է, որ ազգային միավորում կուսակցության առաջնորդ չի կարողանա մասնակցել 2027 թվականին նշանակված նախագահական ընտրություններին։ Միացյալ Նահանգները շատ կոշտ պատասխանի կարժանանա, եթե փորձի Իրանի ներսում խռովություն հրահրել։ Այսօր Թեհրանում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, արձագանքելով Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։ Դրանցում Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր Իրանը մեջբերում աննախադեպ ռմբակոծությունների ենթարկել, եթե Թեհրանը խուսափի միջուկային գործարք կնքելուց։ Մենք քիչ հավանական ենք համարում, որ ամերիկացիներն արտաքին ներգործության միջոցների կդիմեն, բայց եթե նրանք այնուամենայնիվ դիմեն այդ քայլին, պատասխանը շատ հուժկու է լինելու, այսօր նշել է Խամենեին։ Իրանում լույս տեսնող անգլալեզու Թեհրան Թայմս պարբերականի տեղեկություններով Իսլամական Հանրապետության հրթիռային զինանոցը բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Պարբերականի տեղեկություններով դա արվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ եթե Թեհրանը չհամաձայնի նոր միջուկային գործարք կնքել, կենթարկվի աննախադեպ ուժեղ ռմբակոծությունների։ Այս հայտարարություններից հետո արձակման պատրաստ իրանական հրթիռները տեղակայվել են ստորգետնյա ռազմական օբյեկտներում, դրանք գտնվում են երկրի տարբեր շրջաններում, տեղեկացնում է Թեհրան Թայմսը։ Երկրորդ օրն անընդմեջ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ռուսական հարվածների հետևանքով արդյունաբերական նշանակության շինություններ եւ 2 մանկապարտեզը տուժել, 3 մարդ վիրավորվել է։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ անցած գիշեր ռուսական ուժերն ընդհանուր առմամբ 131 անօդաչու թռչող սարք եւ 2 Իսկանդեր-M տեսակի բալիստիկ հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ։ Դրանցից 57 ըստ պաշտոնական Կիևի խոցվել են, եւս 45-ը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողության շնորհիվ շեղվել են նախանշված թիրախներից։